Էրիկը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 2-ին, ժիր երեխա էր, շատ շարժուն էր, անդադար շարժման մեջ էր Էրիկը։ Ինքը իր բնավորությունով, թե ընկերական շրջապատում, թե գործնական կոլեկտիվում եւ ընդհանրապես կյանքում լիդեր է եղել Էրիկը բոլորիս համար։ Երբ առաջին անգամ դպրոց գնացինք, հիշում եմ, առաջին ասարանի ուսուցչուհին ձեռքը դրեց Էրիկի գլխին, ասեց ես երբ որ քո լուսանկարը տեսա, ասեցի ինչ խելացի երեխա է։ Սիրված է եղել եւ ուսուցիչների եւ դասընկերների կողմից։ Հիշում եմ ժամանակ կար, որ համակարգչի հետ աշխատել ես չէի կարողանում եւ երբ որ ինչ որ խնդիր էի ունենում, կանչում էի մոտիկ ընկերոջը Ռաֆայելն ու ինքը միաժամանակ գալիս էին, անտրտունջ, երբեք չի մտածել, թե հարցը երկրորդ անգամ, երրորդ անգամ եմ կրկնում կամ ասենք մոռացել եմ նորից եմ հարցնում, միշտ անտրտունջ պատասխանում էր, օգնում էր։ Լինում էր նաև, որ տանը դասերը չէր պատրաստում, բայց ինքը գնում էր միշտ բարձր գնահատականներով գալիս էր տուն։ Այսինքն ինքը շատ արագ ընկալում էր դասը, կարող էր տեղում մի հատ կարդալ, պատրաստվել, պատասխանել ու գալ։ Սիրում էին բոլորը Էրիկին, ու հատկապես որ ասում են չի կաշկանդվում, անկախ ամեն ինչից, ինքը դա գիտեր, չգիտեր, միշտ մասնակցել է ակտիվ դասերին։ Միշտ պատրաստ, հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա առարկաները, շատերին ինքն էր օգնում, բացատրում, եթե հարցեր էին ունենում։ Էրիկս քիչ շատ շուտ մեծացավ, չհասկացավ ոնց 10-11 տարեկանից կարծես արդեն հասուն մարդու հետ գործ ունեինք։ 12-13 տարեկանից արդեն ինքը սկսեց ուսումնասիրել ծրագրավորում։ Իրան հետաքրքրում էր այդ ծրագրավորումը, դասերից գալիս էր, նստում էր համակարգչի առաջ, ասում էր Էրիկ ջան, դասերդ սովորի, ինչ ես անում, ասում էր էս էլ է դասեր մամ։ Գնում էր խմբակների ու 16 տարեկանից սկսած արդեն ինքը կարելի էր ասել կայացած մասնագետ էր։ Ժամանակը թեկուզ երեխա տարիքում, որ կարող ավելի շատ տրամադրել խաղերին, փողոց եւ ընկերների շրջապատ, դրանից զատել համատեղում էր իր աշխատանքը։ Էրիկի գլխավորության բերընկերությունը եղել է այսպիսին, մենք եղել ենք եւ փողոցում, տղայական կյանք, փողոցային կռիվներ, դրանից հետո կարող էր լինել ինչ-որ մաթեմատիկական օլիմպիադա, գիրք կարդալ, եղել ենք բոլոր բնագավառներում, Էրիկն էլ մեր հետ միասին։ Պիանո ճիշտ քայլ է, որտեղ եթե հարազատ քայլել, լիքը հարազատ մարդկանցա կորցնելու։ Ուզում եմ ճիշտ նպատակների ու ճիշտ քայլերի գնալ։ Նույնիսկ ընթերցանությամբ վարակել էր իր դասընկերներին։ Իրանք էլ ասում է Էրիկը, որ կարդում էր, մենք էլ վարակվեցինք այդ կարդալու ցանկությամբ ու բերում էինք դպրոց, գրքեր էինք կարդում տարբեր ժանրերի։ Միշտ կարող էինք հույսը դնել Էրիկի վրա։ Էրիկը թե կենցաղով իր կարողանար, չկարողանար, ամեն կերպ միշտ կանգնած եղել մեր բոլորի կողքին, միշտ ծառներ, ինչ որ պահեր էին լինում, երբ որ տաքացած կամ չգիտեմ, ոչ սթափ դատողությամբ կարող է ինչ-որ հարցի մոտենայինք, Էրիկը մաքսիմալ սթափն է եղել մեր մեջից ու սառը դատողը։ Շատ ընկերասեր էր, համբերատար, միշտ ժպիտը դեմքին, լավատես, նպատակասլաց։ Ինքը անընդհատ վազում էր ժամանակի ետևից, փորձում էր կյանքը վայելել, ասում էր կյանքի ամեն վայրկյանը պետք է վայելել։ Անգամ ափսոսում էր ժամանակը քնելու վրա անցկացնել, ասում էր ափսոս է այդ ժամանակը, գիտես ինչքան բան կարելի անել քնել գիշերը։ Մենք նույնիսկ ասում ենք Էրիկ ջան, այդ աշխատանքը քեզ հիմա պետք չի, դու պետքա սովորես։ Ասում էր չէ մամ, այս ինձ պետքա դա, դուք չեք հասկանում։ Ինքը լիքը նպատակներ ուներ, որ ուզում էր իրագործել։ Էրիկի ձգտումները շատ էին, բայց Էրիկի գերագույն նպատակը ու ձգտումները կարող եմ նշել նա, որ լիներ առաջատար իր մասնագիտության մեջ, ամեն ինչ անել իր ընկերության եւ ընտանիքի համար, թե կենցաղ, թե բարոյահոգեբանական առումով։ Դպրոցն ավարտելուց հետո Էրիկը ընդունվեց Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ անվճար հիմունքներով։ Տենց ծրագիր կար 2.5 ամյա որ ծառայության գնալուց մասնակցում էինք հավաքների,
ու դառնում էինք լեյտենանտ։ Երիկ հետ ծանոթացել եմ ավելի մոտիկից ծանոթացել եմ Վազգեն Սարգսյանի համար ռազմական համալսարանում։ Շատ հանգիստ էր Երիկը, շատ ընկերասեր, լավ մարդ էր, բարի։ Համալսարանն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ 2019 թվականի հուլիսի 23-ին 40 օրով գնացինք Հայկազովի զորամասը ծառայության, այսինքն 40 օր փորձաշրջան հարմարվելու ծառայությանը, որպես զինվոր, որպես կուրսանտ։ Դրանից հետո, երբ որ ավարտեցինք եղան քննությունները եւ եղավ վիճակահանությունը, մենք նշանակվեցինք ներքին հորաթաղի զորամասում։ Ծառայության ընթացքում նույն զորամասում չենք ծառայել, բայց շաբաթվա մեջ գոնե 3 անգամ իրար տեսնում էինք, կամ ես էի մեքենայով գնում իրանց տեսնելու, կամ իրանք էին գալիս ու շատ լավ ժամանակ էինք անցկացնում։ Ինքը իրանով պատասխանատու անձ էր ու բավական լավ ու շուտ հարմարվեց, այսինքն իր ենթակաները իրեն սիրում, հարգում էին ու նաև որպես ավակ ընկեր էին ընդունում։ Մարդիկ ոչ թե օրինակ Երիկից վախեցել են կամ չէ, Երիկը հենց դա հակառակը, ինքը միշտ բաց, կամեցող, օգնող անձ ա եղել։ Երիկին իրականում բոլորը սիրում էին ու ինքը ինձ թվում է ծառայության ընթացքում բարդություններ չի ունեցել ու չի էլ պատմել, որ տենց բարդություններ ունի, որտեվ ինքը նենց տղա էր, որ իր մոտ հաստատ հեշտ կստացվեր, էլի։ Եկավ օգոստոսի 20-ին, շատ ժամանակ անցկացրեց ընկերների հետ, հարազատների հետ, մի առանձնահատուկ սեր, ուշադրություն։ Ինքը միշտ սիրալիր ա եղել, ուշադիր ա եղել, բայց այս անգամ, չգիտեմ, մի յուրահատուկ բան կար, ինչ-որ զգացողություն ուներ երևի, չգիտեմ։ Ճիշտ ասած, այդ ժամանակ ես էլ ինչ-որ զգացողություններ ունեի, երբ Երիկից տեսնում էի ինչ-որ մի պահի ու հասկանում եմ, որ ես այս պահը էլ չեմ տեսնելու։ Դե իհարկե դա հետո հասկացա այդ ինչ էր, բայց շատ պահեր եղան, որ ես նայում էի ու զգում էի, որ էլ չեմ տեսնելու այս պահերը։ Երիկը հրետանավոր ա եղել, դասակի հրամանատար ա եղել։ Ամեն օր մենք իրար հետ կապի մեջ էինք, ամեն օր հոգնած լինեինք, հոգնած չլինեինք, միշտ ցկտում էինք իրար հետ անցկացնել օրը։ Արդեն սեպտեմբերի 24-ն էր, զանգ տվեցի Երիկին, չպատասխանեց։ Երեկոյան ուշ ժամի զանգեց, մամ դիրքեր ենք բարձրացել, չանհանգստանաս։ Ես արդեն անհանգստացա, որտեղ դիրքեր բարձրանալուց առաջ միշտ զգուշացնում էր, ասում էր մամ, որ զանգեք չընկնեք, դիրքերում ենք։ Ասեց բան չկա, մամ, սովորական բան է։ 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Բոլորը սկսեցինք զանգահարել Երիկին, պատասխան չկար, մինչև կեսօրին ինքը զանգ տվեց, բոլորս խորը շունչ քաշեցինք, ասեց նորմալ է ամեն ինչ, մի անհանգստացեք։ Այդ ժամանակ կապերն էին խնդիր լինում, էլի, այսինքն ամեն պահի չէինք կարողանում կապվել, ինքն էլ պետք է հասանելի տեղում լինել, ես էլ հասանելի տեղում լինեի, որ կարողանանք իրար զանգել։ Ստացվեց, խոսացինք, շատ բարձր տրամադրությունը, մարտական։ Ու տենց գրեթե ամեն օր պատերազմի օրերին խոսել ենք Երիկի հետ։ Միշտ մեզ հանգստացնում էր, միշտ ասում էր ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաք։ Նույնիսկ ընկերներին ուղարկել էր մեր տուն, ասել էր ծնողներս շատ են անհանգիստ, գնացեք զրուցեք հետները, թող մի քիչ հանգստանան։ Այդ ժամանակ էր նույնիսկ մեր մասին էր մտածում։ Դե հոկտեմբերի 8-ին արդեն առավոտյան ժամ 8-ին Երիկի հետ խոսեցի, հեռախոսով, նորմալ էր, բայց ձայնի մեջ մի տեսակ հոգնածություն զգացի։ Ասես չէ մամ, լավ է, նորմալ է ամեն ինչ։ Հոգիս կարծես դատարկվել էր, ոչ մի բան չէի զգում, միայն դատարկություն։ Զանգ ստացանք, որ Երիկը վիրավոր է ու տեղափոխում են իրան շտապօգնության մեքենայով Երևան։ Այդ զանգ արդեն կապ հաստատեցինք բոլոր հիվանդանոցների հետ, շտապօգնության մեքենաների հետ։ Այդպես 4 օր, 4-րդ օրը նոր մեծամորից գտանք։
Հերթական առաջադրանքը կատարելու ժամանակ, երբ որ պետք է հրանոթի թելը քաշվեր, Էրիկը իր զինվորներին չի թողնում դուրս գան։ Խրամատից դուրս է եկել, որպեսզի կրակոց արձակի, որպեսզի ուրիշ զինվոր չանի դա։ Այդ ժամանակ էլ այդ ճանապարհին հատսեի հարվածից ծանր վիրավորում է ստանում գլխի հատվածում եւ տեղում անմահանում է։ Էրիկն էր որոշել ինչպես վարվել իր կյանքի հետ։ Ինչքան էլ տարիներ անցնեն, մեր բոլոր հանդիպումներին, լավ, վատ առիթներին ամենտեղ Էրիկը մեր հետ է։ Իր խոսքը մեր մոտ, մեր շրջապատում միշտ հիշատակվում է։ Էրիկի մեր մյուս ընկերների տղերքի անմահացած գործը մենք միշտ հիշում ենք։ Այս արձակուրդ ծառայության ընթացքում, որ արձակուրդ է եկել, միշտ հիմնականում ընկերների հետ էր անցկացնում, տարբեր վայրեր էին գնում, ամբողջ ժամանակ ընկերների հետ էր անցկացնում։ Այս արդեն ծառայության ընթացքում Շուշիում է։ Այս էլ իր ընկերներն են, ընկերների հետ էլի Արցախում է։ Այստեղ ընկերներից մեկը Նարեկը, որը հետագայում դարձավ մեր ընտանիքի անդամ, աղջկաս ամուսինն է, այստեղ գնացել էր, որ Էրիկիս հետ խոսեր այդ մասին։ Այս նկարը հենց դա այդ նկարն է։ Միջայլոց ունեն որդի, ով կրում է Էրիկիս անունը։ Այստեղ էլի ընկերների հետ լուսանկարներ են, ծառայության են ճանապարհում ընկերներին, բոլոր ընկերներին ծառայության ճանապարհեց, դիմավորեց, հետո նոր ինքը գնաց։ Այս իր ծննդյան օրվա նկարներից է, վերջին ծնունդներ, որ միասին Դիլիջանում նշեցինք։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Կենթանիներ էր շատ սիրում Էրիկը, շուն խնդրեց մեզանից, բերել էինք։ Այս շան հետ շատ էր զբաղվում։ Այս մարտի 8-ին էր ինձ ծաղիկներ էր նվիրում։ Ծաղիկ բռնել չէր սիրում։ Այս էլ վերջին արձակուրդի ժամանակ, որ եկավ, ընկերներին հավաքեց, գնացին Դիլիջան, դասընկերուհիների հետ միասին լավ ժամանակ էին անցկացրել։ Յուրաքանչյուրը ուզում էր հետաքրքիր անցկացնել։ Էրիկս շատ էր սիրում բակում նստել, ճոճաթուղթներ ունենք, նստում էր, մտածկոտ հայացքով նայում էր, միշտ ասում է Էրիկ ջան, ինչ ես այդքան մտածում։ Ասում էր մամ, այս երկրի մասին եմ մտածում եմ, այս երկիրը ոնց ենք երկիր սարքելու։ Այս արդեն ծառայության ընթացքում իր պրիսիագի օրն էր, գնացել էինք ծառայության մեկնելուց։ Այս արդեն Արցախում այս նկարից մի հատ էլ ունենք, լավ չէր դուրս եկել, չգիտեմ ինչն էր, գլխի այս հատվածում շողքեր ընկել ու այնքան հետաքրքիր էր այդ Էրիկիս վնասվածքը հենց այդ հատվածում էր։